ձայնը։ Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում կրկին ձեր ձայնն է լսելի, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ կարծում եմ այսօրվա թեման այնպեսին է, որ բոլորիս ձայնն է լսելի, հատկապես ծնողների, որովհետեւ ժամանակակից աշխարհում ոչ միայն մենք, այլև մեր երեխաները անմասն չեն մնում ինտերնետ հարթակից, սոցիալական ցանցեր, խաղեր, կրթական համակարգեր եւ տարատեսակ հարթակներ գոյություն ունեն, որոնցից ճիշտ օգտվելը իհարկե արդյունավետ է եւ օգտակար, բայց միևնույն ժամանակ եթե այդքան էլ մեդիագրագետ չենք, ապա կարող ենք հանդիպել որոշ ռիսկերի։ Իսկ ինչ կարող ենք ասել մեր փոքրիկների համար, արդյոք նրանք այդքան գրագետ են, որպեսզի կարողանան հստակ տեղեկություններ քաղել ճիշտ աղբյուրներից եւ իհարկե ճիշտ հարթակներ մուտք գործեն, այլ ոչ թե որոշ հարթակներ, որոնք իբր խաղային են, բայց իրենց հետ բերում են տարատեսակ վտանգներ։ Ինչ անեն ծնողները, ինչպես վարվեն այս խնդիրների պարագայում, կպարզենք այսօր, որովհետև ես այսօր զրուցելու եմ մեդիա եւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Դուք երկար տարիները շարունակ զբաղվում եք թվային ռիսկերի, կիբերանվտանգության, մեդիագրագիտության հարցերով եւ ձեզնից լավ չեմ կարծում, որ որևէ մեկը կկարողանար օգտակար լինել այս հարցերի վերաբերյալ։ Բոլորս ենք այսօր ինտերնետ հարթակում եւ կարծես սա անբաժան մաս է դարձել, բայց հաճախ ծնողները զբաղված լինելով սեփական գործերով, աշխատանքից հոգնած գալով, իրենք էլ մտնելով այդ սոցիալական հարթակներ ու մոռանալով այնտեղից դուրս գալ, չեն զգում թե ինչպես է անցնում ժամանակը եւ թե երեխաները որտեղով են զբոսնում հենց ինտերնետ հարթակում։ Այ ինչ կարող եք ասել, ինչ անենք, որպեսզի այդ խնդիրները չառաջանան, չէ՞ որ երեխաները ավելի հեշտ են խայծերն ուտում, քան օրինակ մեծահասակները։ Այդ վերջին դրույթը այդքան էլ համոզված չեմ, Հա, որ մեծահասակները ավելի շատ են խայծեր։ Հա դե ինչ որ առումով ճիշտ է, այո։ Առնվազն այսօր սերունդների մեջ չկա տենց լուրջ տարբերություն, ոնց որ առաջ էր, երբ որ ավակ սերունդը ավելի բանիմաց էր, աչքաբաց էր եւ այլն, հիմա դա շատ լղոզվել է, որտեղ վերջը բոլորն էլ նույն փորձի քանակը ունեն մեծ հաշվով։ Հիմա հարցը ոնց անենք, որ եթե ծնողը հոգնած է ամբողջ օրը Instagram-ում է, երբ որ տանն է, որ երեխայի հետ մի վատ բան չլինի, ոչ մի բան, որովհետև տենց չի լինի։ Այսինքն ծնողը առաջինը պետք է ինքը լավ հասկանա ինտերնետում ինչ անում, ինչ վտանգներ կան։ Մեդիագրագետ լինի ինչ-որ չափ։ Թվային գրագիտություն, մեդիագրագիտություն, որովհետև մենք պետք է հասկանանք, որ ոնց որ իրական կյանքում ենթադրենք պարզ է, չէ՞ որ օրինակ եթե դու ապրում ես քաղաքում, դու պետք է այն ամենատարրական փողոցը անցնելու կանոնները իմանաս։ Իհարկե միշտ տեսնում ենք ոնց օրինակ ինչ որ մի տատի 2 տարեկան երեխուն խտտած գիշերը երկուսն էլ սև շորերով փորձում են պարտիզանական վազքով անցնել ավտոբուսների ու մեքենաների միջև, բայց դա կյանքի նորմալ չպետք է լինի, ու մենք բոլորս էլ հասկանում ենք, ու փոքրուց էլ մարդկանց սովորեցնում ենք, որ օրինակ կարմիր լույսի վրա չանցնել, որ մի կարմիր լույսի, որտեվ կարմիր լույսերը շատ են, չխառնել կանաչ լույսը դեղատան խաչերի հետ, հա, անտառ գնալիս ամեն տեսած սունկը չփոկել ուտել, չէ, այսինքն ինչ որ բաներ կան, որ այնքան դարերով մենք այդ ամեն ինչը սովորել ենք, ուշադրություն էլ չենք դարձնում։ Ենթագիտակցական մակարդակով է գործում, որովհետև։ Հա, հիմա բայց մենք պետք է հասկանանք, որ ոնց որ կա քաղաք, անտառ, նուբարաժենի աղբանոց, տենց էլ կա վիրտուալ տիրույթ, որը եւ մենք այնտեղ ապրում ենք։ Մեր էության ինչ որ մի հատվածը այնտեղ է, ընդ որում մեր փողերն են այնտեղ։ Այո։ Մեր մտքերն են մի մասը այնտեղ եւ այլն, այսինքն բավականին պատասխանատու տիրույթ է, մենք բավականին խոցելի կարող ենք լինել, եթե ուշադրություն չդարձնենք։ Այսինքն առաջին կանոնը այն է, որ ծնողը ուղղակի որպես մարդ, որը ապրում է թվային ժամանակաշրջանում, պետք է սովորի այս ամեն ինչ։ Դա
ուղակի պայմանա այսօրվա։ Այլ տարբերակ չկա։ Չկա, գրել կարդալ սովորում ենք, չէ։ Հիմա կարող է, չէ, ինչ որ մեկը հելնի, ասի, «Ադե դա ինչ շատ է ինձ պետք, ես այդ ամեն ինչը չեմ սիրում ու գրել կարդալ չեմ սովորելու»։ Էլի կարող են այդպես մարդիկ լինեն, բայց համաձայնենք, որ դա շատ տարօրինակ է հնչում եւ արտարոց։ Նորմայից դուրս։ Նորմալ։ Հիմա եթե գրել կարդալ սովորել ենք, պետք է նաեւ սովորենք ինտերնետից օգտվել ու նաեւ թարմացնել։ Այդ գիտելիքները, Անդադար։ որտեվ եթե մեր iBook-ը բարեբախտաբար չի փոխվում, բայց թվային տիրույթում ինչ ասես, անդադ փոխվում է։ Երկրորդը այն է, որ նաև ծնողի պարտականության մեջը երեխաներին սովորեցնել ապրել։ Դրա մեջ նաև մտնում է թվային տիրույթը։ Հիմա ասել, որ ես հոգնած եմ, ժամանակ չունեմ եւ այլն, դե հիմա կոպիտ կարելի ասել երեխա չունենայր։ Հիմա եթե դուք ուզում եք, որ ես հիմա գամ ու ասեմ, գիտես, ամեն օր բրուֆեն խմեք, լավ կլինի, տես չի։ Հիմա իհարկե կարելի է երեխեքին հանձնել էլիտար դպրոց, այնտեղ կսովորացնեն, դա էլ է որոշում։ Որոշ բաներ կա, որ ծնողի պարտականության մեջ եւ դպրոց պարտավորել չէ ուղակի սովորեցնել, սա պետք է ֆիքսել։ Իրականում մենք պետք է հասկանանք, որ դպրոցը ոնց գրել կարդալ սովորեցնում, եւ դա ինչ որ չափով դպրոցի պարտականությունն է, դա նաև դպրոցը պարտավոր է նաև ծնողների հետ միասին սովորեցնել երեխեքին թվային գրագիտություն։ Ցավոք սրտի մեզ մոտ դա էլ մտած չէ, այսինքն դպրոցն էլ չի գիտակցում, որ եթե գազ դպրոց ասես երեխեքին եկեք վաղմանից գրել կարդալ չսովորենք, թող իրանք սովորեն։ Հետո ես լիք երեխա գիտեմ, որ 5 տարեկանից գրել կարդալ գիտի, էլ ինչներն է պետք թող սովորեն։ Հա, բայց մոտեցում լրիվ նույնն է, այսինքն երեխես 5 տարեկանից YouTube կարողանում ամատնի ավելի շուտ կներեք։ Հա, էլ գիտի էլ ինչ սովորացնենք, նույն պատկերացումն է։ Այստեղ մտածողություն պիտի փոխվի, համակարգ պիտի փոխվի ամբողջական։ Բնականաբար, որովհետև կենսակերպի փոփոխություն ա եղել։ Չենք ուշացել։ Դե հիմա ուշացել ենք, չենք ուշացել, բայց առնվազն դա պետք է անել։ Տեսեք, նույնն է, ոնց որ օրինակ առաջ մարդիկ ձիերով էին, հետո մեքենաներ մտան, չէ։ Հիմա այդ ընթացքում եթե մարդիկ չհարմարվել էին մեքենային, մեքենայի տակ էին ընկնել։ Պարզ օրինակ, հա։ Հիմա մեքենաները շատ ավելի շատ են, տարբեր են եւ այլն, պետք է դա հաշվի առնենք։ Մյուս կարևոր բանը, որ ծնողները պետք է լավ գիտակցեն, որ այսօր միջին վիճակագրական ծնողը ակամայից իր անձնական փորձի վրա հիմնվելով չի կարող պատկերացում կազմել, թե ինչպիսին է երեխայի միջավայրը։ Այսինքն երբ որ օրինակ 30-40 տարի առաջ միջին վիճակագրական ծնողը մոտավորապես կարող էր պատկերացնել իր երեխան ինչ խաղեր է խաղում, ինչ վնասներ կարող է կրի, որտեղ ինքը այդ նույն բանով անցել էր։ Բայց հիմա փաստացի դու այդ փորձը չունես։ Չէ, ուրիշ աշխարհ է բոլորովին, չես էլ պատկերացնում։ Այո, դու պետք է պատկերացնես, այսինքն մենք անընդհատ խոսում ենք երեխաները խնդրեմ ունեն եւ այլն, բայց մենք նույնիսկ չգիտենք ինչ խնդիրներ են։ Ու դա համակարգային խնդիր է, որտեվ մի կողմից ծնողը բացարձակ պատկերացում չունի երեխան ինչով է օգտվում, որ սոցցանցերում է, հավաստիացնում եմ, դա այն սոցցանցերը չեն, որոնք ծնողներն են նստած։ Ինչ հետաքրքրություն ունի բառերի կեսը, որ երեխան օգտագործում է, ծնողները չեն հասկանում, արդեն ժարգոնա ձևավորվում։ Եվ նաև այստեղ պետության խնդիրն է, որտեվ փաստացի մենք չունենք պատկերացում մեր երեխեքը, ընդ որում երեխա ասելով էլ մենք պետք է շերտավորենք այսօր 2-3 տարի տարբերությունով արդեն բացարձակ ուրիշ ռասայական բան է, պատկանելություն է, լրիվ ուրիշ հետաքրքրություններ են եւ դա նշանակում որ պետք է անընդհատ սոցիոլոգիական ուսումնասիրություններ արվեն, ուրիշ կերպ ոնց կարող ես դու պայքարել ինչ-որ խնդիրների մասին, եթե դու չգիտես որն են խնդիրները, մաքսիմում լավագույն դեպքում դու կարող ես հիմնվել ամերիկյան, եվրոպական սոցհարցումների ու ուսումնասիրությունների վրա, որտեղ այնտեղ դա անում են։ Բայց ակնհայտ է, որ իրանք ուրիշ են։ Տարբերությունը մեծ է լինելու միանշանակ։ Այնպես որ
պրոբլեմ մենք ունենք խիստ անգրագետ հասարակություն թվային տեսանկյունից։ Ընդ որում դա հիմա ես ուզում եմ ասել, որ ինչ որ ասում եմ, դա բացարձակ ինչ որ ինքնախարազանում չի, մենակ մեր հասարակությունը չի տենց ամեն տեղա նույն խնդիրը, հա։ Ուղղակի միտեղ մի քիչ շատ, միտեղ մի քիչ քիչ։ Իսկ եթե տարիքային տարբերություն դնենք մեդիագրագիտության մասով մեծահասակներ ավելի խնդիր ունեն, չէ՞, այս պարագայում եթե դիտարկենք, քան պատանիները, երիտասարդները։ Այսինքն խնդիրները ուղղակի տարբեր են, որովհետև միջին վիճակագրական մեծահասակը ընդհանրենք հետաքրքրվում է ենթադրում եմ, էլի քիչ ուսումնասիրություններ կան ներքաղաքական խնդիրներով, տարածաշրջանային խնդիրներով, հա։ Եվ այստեղ իրան կարող են հանդիպել ինչ որ կեղծիքներ եւ այլն։ Երեխեքի մոտ ուրիշ է, այնտեղ խնդիրները նրանից չեն, որ իրանք կարդում են ինչ որ բուլբուլատր.am կայքը, որը ինչ որ հիմար ամբողջ քաղաքագիտական հայտ բաներ ա գրում, ինչ որ տեսիլքներ։ Երեխեքին մոտ օրինակ խնդրեմը այն է, որ իրենք աշխարհընկալումը ձևավորում են ինչ որ ինֆլուենսերների ռիլերից, շորտերից։ Այդ ինֆլուենսերների մի մասը Հայաստանում են ապրում, մի մասը Ռուսաստանում, Ուկրաինայում, Ամերիկայում, այսինքն այդ էլ խառն է, այդ ինֆլուենսերների կեսը այդ երեխեքի դմբո են։ Ուղղակի ավելի մեծ լսարան ունեն։ Ինչ ասեց խոսում են առանց ստուգելու, առանց բան, այսինքն երեխեքի մոտ աշխարհի ինչ որ տարօրինակ պատկեր է ձևավորվում։ Այո, որը հիմնված է ինչ որ մի շարք դոձիկների պատկերացումների վրա, որոնք ինչ որ տեսանյութերի վրա, որոնք իրանք գրում են բացարձակ իրանք մոտիվացիան ճշգրիտ տեղեկատվություն տարածելը չէ, այլ ունենալ մեծ լսարան։ Իրենք մեկնաբանում են այս կերպ, որ պատասխանատվություն չեն կրում, սա իրենց էջն է, ինչ կուզեն կասեն, ինչ կուզեն կգրեն, բայց այստեղ մի կարևոր բան էլ կա, եթե ունես մեծ լսարան եւ աշխատում ես մեծ լսարանի հետ, դու արդեն կրում ես պատասխանատվություն։ Դե ինչքան ուզում եք դա ասեք, բայց եթե այդ ինֆլուենսերը 19-20 տարեկան է, ինչքան ուզում եք քարոզ կարտացեք գլխին, ինքը իր բացարձակ վեճ չի։ Այստեղ հարցը ընկալողի մեջ է։ Այսինքն երեխայի մտածողությունն է ձևավորվում, բնականաբար այդ երեխեն դպրոցում համարյա ոչ բան չի լսում, դպրոցում գնում քնում է, որովհետև ամբողջ գիշեր ռիլեր ա նայել ու խաղացել, այսինքն դպրոցական գիտելիքը գնալով ավելի ինչ որ զուգահեռ իրականության մեջ է, ընդ որում ոչ միայն որովհետև քնում է, այլ որովհետև երեխեքը նավտալինի հոտ են առնում։ Մեթոդիկայի տարբերություն կա ընկալման, դասավանդման։ Դասատուները, որոնք կարծրատիպերի մեջ են գտնվում, որոնց հետ երեխան նույնիսկ կիսվելու բան չունի բացարձակ, որովհետև ոչ մի ընդհանուր հետաքրքրություն չունեն։ Ոնց կարող է երեխան հավեսով գիտելիք վերցնի ինչ որ մեկից, ում հետ ինչ որ եզր չկա։ Հա, նույն ուղղությամբ չեն նայում։ Ու այդ անջրպետը ավելի ու ավելի այսպես մեծանում, այլ է։ Կտրուկ մենք եղավ։ շատ լուրջ ճգնաժամի մեջ ենք գտնում մարդկությունը, ոչ թե Հայաստանը։ Ավելին ասեմ, մենք դեռ մի քիչ լավ վիճակում ենք, որտեղ մի քիչ դանդաղ ենք զարգանում։ Հասարակություններ կան, որտեղ այս ճգնաժամը շատ ավելի սուր է։ Այսինքն անկնհայտ է, որ կրթական համակարգը լրիվ տենց ինֆլյացիայի մեջ է գտնում, գնալով արագանում է դա, սղաճը ինչ որ տենց ներքին բովանդակային, մեթոդական ունես չի որ ինչ որ մեկը հստակ պատասխանում է ինչ անել, հա, որովհետև այնքան արագ է փոխվում։ Լինել ճկուն։ Հա, դա լինել ճկուն, բայց մարդկությունը փորձ չունի այս տիպի տեխնոլոգիական Այսինքն նախատեսվածից արագ տեղի ունեցան այդ զարգացումները, ոչ ոք պատրաստ չէ։ Հա, ով կարող էր պատկերացնել, որ երեխեքի ձեռքը կհայտնվի գործիք, որը իրենց տնայինները մոտավորապես 7 րոպեում բոլոր տնայինները կանեի։ Ահա։ Ընդ որում երեխու ոճով ու գրեթե չստուգվող թե իրական ոնց է ինչա։ Ու հիմա արի ու Միխելա Գարվի խեղճ
դասատու։ Ոչ միայն ուսուցիչ, այլև ծնող էս պարագայում կարծում եմ երկու ստեկ է, որովհետև մենք էլ պիտի ուշադրություն։ Դե նայած ծնող, եթե ծնողը անդադ Instagram-ի մեջ չի հասնում խելագարվել։ Instagram-ը դեռ գոնե ինչ որ չափ ճաշակ թելադրող գործիք է, ել չասենք TikTok-յան հարթակի մասին, եթե ոչ ճիշտ կոնտենտ ես նայում մակարդակային տեսանկյունից, շատ ավելի վատ է լինի։ Հա, բայց տեսեք, մենք անդադ քննադատում ենք, որ վատ կոնտենտ է TikTok-ում։ Չէ, լավ կոնտենտ էլ շատ կա։ Այստեղ դու պիտի կարողանաս։ Հա, բայց հայալեզու չկա։ Ստիպված այլ լեզուներով ես նայում, ճիշտ։ Հա։ Այսինքն մենք ամբողջ օրը մուննատ ենք գալի, որ այնտեղ կոնտենտ չկա, բայց ինքներս այդ կոնտենտը չենք արտադրում։ Ունես չի որ դա ինչ որ ահավոր բարդ է։ Բացարձակ բարդ չէ։ Հա։ Բայց կոնտենտ այդուհանդերձ կա եւ ցանկացած ժամանակակից, չգիտեմ, ինչու մեջ կարող ես եւ լավը գտնել եւ վատը գտնել, կախված թե ինչպես ես օգտագործում։ Երբ անհանգստանա ծնողը։ Դե իրական ծնող պետք է անհանգստանա միշտ։ Չես բարագայում կարտին։ Ինտերնետի բարագայում ծնողը պետք է անհանգստանա, երբ որ գնալով անհանգստացնող ազդակները քչանում են։ Ավելի ամփոփ։ Երեխեն քիչ է անգնում, ոտը քերձում, վրան վնասվածքներ չկան։ Սա օրը լուր վերընկած է։ Այդ նշանակում է, որ արդեն շուտ այնց պետք է անհանգստանալ, որովհետև այդ նշանակում է, որ ծնողը բացարձակ պատկերացում չունի իր երեխու հետ ինչա կատարում։ Կարող է ոչ մի բան չի կարող տարել մեծամասնության հետ։ Այսինքն սենց ասեմ, սենց տենենց վատ բանը այնա, որ երեխան վատնում է իր կյանքը, իր ժամանակը, այսպես հիպնոզացնող անդադ ինչ որ տեսանյութեր կարճ Դե կարճ տեսանյութերը բերում են մեկ այլ դեգրադացիայի, երկար բաներ այլևս չես կարողանում նայել, շտապում ես։ Այսինքն sense տենետ մտահոգվելու տեղ կա, բայց եթե այդ մտահոգությունը արտահայտվի զուտ հերիք եղավ վերընկնել գորգռոցներ բան, ոչ մի բան չի փոխվի։ Ես մի ընկերուհի ունեմ, որը որոշել էր շատ հետաքրքիր լուծումով այդ խնդիրը լուծել, երեխաներին տարատեսակ խմբակների էր գրանցել եւ երեխաները անդադար մի խմբակից մյուսն էին գնում, ասում էր, որ հոգնել ժամանակ չունենան եւ ինչ որ բան սովորեն այդ ընթացքում, բարի երկի խմբակ եւ այլն այսպես։ Դե դա էլ է լուծում, եթե դա այսպես համակենտրոնացման ճամբարի ոճով չի արվում ու դες դեմը թմբուկ խփելով մեկը չի ուղղորդում։ Այս ժամանակների երեխաներին հնարավոր չէ զոհ։ Նայած երեխան նայած ծնող, բայց ամեն դեպքում երեխեքին իհարկե ծանրաբեռնելը լավ հետաքրքիր բաներով, բայց տեսեք խնդիրն այն է, որ խմբակներն էլ նես չի որ լիքն են, վխտում են։ Համաձայն եք, օրինակ սովետի ժամանակ այդտեղ մելամաղձոտ տենց տնքոց, հիշում եք ինչ կան ավիա, հիմա էլ կա։ Պիոներ պալատներ կային, պալատներ եւ այլն։ Վատ բաներ էլ կան, բայց կար ընտրությունը շատ էր։ Հիմա բարեբախտաբար տարբեր այսպես նախաձեռնություններ կան, տիեզերական, ավիամոդելավորում, ինժեներական, արմատները կան։ Այսինքն մեծ հաշվով ցանկության դեպքում հնարավոր է գտնել թումոն կա վերջ։ Բայց մեծ հաշվով այդ մշակույթը չկա։ Այսինքն սովետում կար երեխեքին այդ խմբակներ տանելու հստակ մշակույթ կար, այո։ Այսինքն ենթադրվում էր, որ երեխան ինչ որ միտեղ պետք է գնա, դա տենց որպես ինչ որ արտարոց բան չէր, աքսոր չէր, որ հակառակը, երբ որ չէր գնում զարմանում էին։ Այո, հիմա ինքը մի քիչ տենց շատ դեպքերում կամ աքսորավայրա կամ էլ այդ երեխան ընկելա կրակը ծնողների ձեռը, որովհետև ծնողները որոշել են իրան ինչ որ Bill Gates սարքեն կամ Steve Jobs, ու այդ խեղճ երեխան գցենք սաղորը TOEFL-ը հանձնում 3 տարեկանից։ Մանկությունը կորցնում։ Ինչ անենք, որ այս անջրպետը նաև խնդիրը չառաջանա, տեսեք, հաճախ լինում է, որ ծնող երեխա էլ կապն են կորցնում, ոչ միայն ուսուցիչ երեխա են կապը կորցնում, այլև ծնող եւ երեխա է կապը կորցնում, կամ ծնող ասում է, ինչ ես նայում, ցույց տուր, ես էլ տեսնեմ, ասում է, դա իմ անձնական տարածքն է եւ դու իրավունք չունես մտնել։ Սա էլ գուցե այդ բլոգերներից, այդ վիդեոներից, այդ ռիլերից է սովորել, պարտադիր չի որ են դպրոցում դա սովորեցնեն։ Ու այստեղ կանգնում ես խնդրի առաջ, նույնիսկ ընկերական տարբերակով, հատկապես երբ մայրը որդուն է ասում, այլ ոչ թե
մայրը աղջկան, որովհետև այստեղ կարող են ընկերուհի խաղալ, ինչ որ տարբերակներ։ Այսինքն հայրը չի դիտարկվում։ Դե եթե հայրը գլուխ կդնի եւ կորոշի այս տարբերակով, ապա ինչու դա միայն ողջունելի կլինի։ Դե հա, այսինքն երևի տենց սեռական բաժանում չանենք, ծնողը թող լինի ծնող։ Վերջ-վերջը տատի պապին էլ կարան այդ նույն ֆունկցիան կատարեն։ Հա, ուղղակի Եթե մի քիչ ճկուն լինեն, բայց ամեն դեպքում կարծում եմ այստեղ պետք է երկու բևերը փորձել բալանս պահել։ Մեկը դա երեխու հետ դիալոգն է, ու այստեղ ես բացարձակ հիմա չեմ ուզում ինչ որ խրատներ կարդալ, ոնց պետք է երեխու հետ շփվել, որտեվ շատ անհատական է, ընտանիքից ընտանիք դա տարբերվում է, բայց ամենայն դեպս ակնհայտ է, որ եթե դու երեխուն ուղղակի փորձում ես ճնշել, սահմանափակել մենակ երկխոսություն չձևավորելով, ինքը բնականաբար փակվելու է։ միանշանակ, այստեղ ավելի է անջրպետը մեծանալու, այստեղ իրական։ Հա, բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ որքան էլ մենք երեխայի անկախությունը ընդունում ենք, ազատություններ եւ այլն, որքան երեխան ավելի փոքր է, այդքան ավելի շատ պետք է ծնողական վերահսկողություն ունի անթուփ մինչև տեխնիկական, այսինքն սարքերի վրա պետք է ժամանակային սարքավորման դրված լինի, սահմանափակում, ծրագրային, երեխան ինչ ուզես չպետք է կարողանա նայի, մտնի եւ այլն, դա ծնողի պարտականությունն է, սկզբից սովորել թե ոնց միացնել այդ ամեն ինչը, հետո անպայման միացնել, վերահսկել, բայց նաեւ տարիքի ընթացքում փոխել, որտեվ չի կարելի 11 տարեկան երեխուն ու 17 տարեկան երեխուն նույն սահմանափակումները։ Իհարկե։ Այստեղ նաև եթե խոսում ենք սահմանափակումներից, նաև կցանկանայի մի հարցի էլ պատասխանեիք, մենք գիտենք, որ այսօր բոլորիս մոտ հեռախոսներ կան եւ դա դարձել է մեր կարևոր կապի միջոցը, հա, զուտ հեռախոսը որպես հեռախոս ծառայելու տեսանկյունից նկատի ունեմ, ծնողը երեխայի հետ կապը պահում է նաև հեռախոսի միջոցով։ Որ տարիքից պետք է արդեն հեռախոսները լինեն նաև ինտերնետ հասանելիությամբ, որովհետեւ որոշակի մինչև տարիք երեխաներին փորձում ենք կնոպկա հեռախոսներ տրամադրել, որպեսզի դուք մի ընդհանրացրեք, երեխա կա 3 տարեկանից դե հենց դա նկատի ունեմ։ Pro iPhone ունի, հա։ Շատ լավ չի էլի։ Տեսեք, ես այստեղ շատ բան եմ կոնսերվատիվ։ Աճ ծայրահեղական եմ այս հարցը։ Լավ։ Չնայած գլոբալ չէ։ Իմ կարծիքով երեխան պետք է ունենա սմարթֆոն, երբ որ դա իրեն պետք է գործնական։ Այդ գործնականը կարող է շատ տարբեր լինի, օրինակ տաքսի կանչելը։ Այո։ Հա, բայց այդ դեպքում այդ սմարթֆոնը մեր կա շատ սահմանափակումներ ունենա, որ դրանից բացի այդ երեխան ուրիշ բան չանի։ Կամ տրանսպորտը, հա, օրինակ տեսեք, մեր պետությունը շատ դեպքերում բավականին տգետ ձևով կամ անգիտակից երեխեքին դրթում է դեպի ինտերնետ, հա, օրինակ գրքերում առաջին դասարանից, երկրորդ դասարանից այդ QR կոդերը, այս տրանսպորտային համակարգը դա մի այլ բան էր, մի քիչ ոնց որ շտկվեց, բայց դե քարտային քարտ հա, բայց սկզբից հիշում եք էլի ինչ վիճակ էր, ու բացարձակ հաշվի չի առնում, որ երեխաները պետք է հստակ գիտակից ինչ որ որոշում կայացվի, թե պետությունը եւ հասարակությունը երբ այնց են երեխաներին դրթում դեպի ինտերնետից օգտվելը։ Այստեղ մի քիչ այն գժանոցի անեկդոտն է, որ ասում է լողալ սովորենք, հետո ջուրը կլցնեն, հա, բացարձակ այդ ձևով է աշխատում։ Մենք ունենք օրինակ արևմտյան փորձ, որը հիմնված է ինչ-որ հոգեբանների, սոցիոլոգների ուսումնասիրությունի տասնամյակների, ոչ մինչև դեռ ինտերնետը, օրինակ ֆիլմերի, դիտումների եւ այլն հետ կապված, եւ մենք գիտենք, որ օրինակ ԱՄՆ-ում հիմա սխալա ճիշտ է, բայց մենք դրա այլընտրանքը չունենք մշակված։ Բայց այնտեղ օրինակ եթե ֆիլմում մինչև 13 ֆիլմում գոնե մի կաթիլ արյուն է երևում, 13 տարեկանից ցածր երեխեքին չես կարող տանել։ Եվ այդ սահմանափակումները կան նաև ինտերնետում, այսինքն ամերիկյան հարթակներում, իսկ դրանք Instagram-ն է, Facebook-ն է, թույսիմ հազարում մի ուրիշ բան, մինչև 13 տարեկանը արգելված է գրանցվել։ Այո։ Եվ դա կարծում եմ ունի շատ
Պարզ բան, օրինակ իմ կարծիքով էլ, եթե երեխան մինչև կարող է մեզ մոտ երեխեքը մի քիչ ավելի հարավային են, մի քիչ ավելի արագ են հասունանում դպրոցական ծրագրերն էլ հաշվի առնելով, տեսեք, երեխան մինչև 12-13 տարեկանը մեծ հաշվով նույնիսկ դպրոցական ծրագրով ինքնուրույն ուսումնասիրություն կարող է իրան դրթեն, բայց ինքը ունակ չի, ինքը դեռ որ ընկալում է ուսուցչի գաղափարները, հա։ Ծնողների գաղափարները, երբ որ մոտենում է սեռական հասունացումը, այդ ժամանակ երեխային պետք է արդեն ավելի ազատություններ տաց, որ ինքնուրույն մտածի, ինքնուրույն ուսումնասիրի։ Այդ դեպքում իր համար ինտերնետը դառնում է գործիք։ Եթե դու իրան մինչև այդ տաս, մաքսիմում ինքը խաղալ կսովորի կամ հիմար ինչ որ տեսանյութեր կնայի։ Որտեվ իր մեջ դեռ ոնց որ կոնստրուկտիվ այդ բանը չկա, չի եղել։ Աշխատանքային գործիք որպես գործիք, ինքնուրույնություն մտածողության մեջ, որը ձևավորվում է բավականին ուշ, եւ նաեւ ունակություն լավը վատից տարբերելու։ Փաստացի մինչև 11-12 տարեկան երեխեքը իզու չէ, որ առաջ հեքիաթ եւ առակներ էին պատմում, որտեղ առակի հեքիաթի իմաստն էր, որ ցույց տալ, որն է լավ, որն է վատը, բայց ինչ որ տարիքից հետո հեքիաթը շատ սիրելի է մնում, կարող է որպես հոբի մնա, բայց ինքը էլ այդ ուսուցողական բանը սկսում է նահանջել։ Ազդեցությունը։ Այո։ Ու այդ ժամանակ արդեն իմաստ ունի երեխեքին տալու, ինչ որ պահից նաև ենթարենք 13-14-ից պետք է արդեն դու իրանց ինտենսիվ սովորացնես, բայց բոլոր նաև հիգիենայի անվտանգության բաներով, որովհետև արդեն իրենք մտնում են այն տարիքին, երբ որ իրանց այդ գործիքները պետք են գալու ոչ միայն որպես կրթական, այլ այսօր բոլորս էլ հասկանում ենք, որ քաղաքացի լինելու համար էլ այդ գործիքները արդեն պետք են, հա, ու գնալով ավելի շատ են պետք գալու եւ դու պետք է իրանց պատրաստես։ Իհարկե, այստեղ կա ծնողական տենց մոտեցում, ոնց որ վախտին սովետում երեխեքին մի տարի շուտ էին դպրոց տալի, որ բանակի հարցերը ինչ որ լուծեն։ Հիմա ենթադրենք մեր մոտ մանկապարտեզներում ռոբոտոշինություն են մտցնում, որ երեխեքը մեծանան, ուրեմն հետ չմնան տեխնոլոգիաներից, հա։ Բայց փաստը նրան է, որ եթե դու տարիքից շուտ ես մի բան տալիս, օրինակ նույնն է, ոնց որ ենթադրենք դու երեխուն 5 տարեկանից շաղախ սովորացնես, ձեռը ծանր բահ տաս, ողնաշարնել վարի տաս, որ հետո մեծանա կարողանա ուրեմն տանը ցեմենտ անի, հա, բայց ամեն ինչ իր ինչ որ ժամանակն ունի եւ մանկությունից զրկել երեխեքին հաստատ պետք չի։ Մենք հուսանք, որ այդ ռոբոտաշինությունը իր մեջ սկզբնական փուլում գոնե լեգոյով ինչ որ բաներ ստանալն է։ Ինչով ուզում թող լինի մի քիչ իրանից կտրված կոմպլեքս մոտեցում է, տեսեք շախմատներ էլի լավ բան է, բայց մենք էլ որոշեցինք, որ գտենք 3-4 դասանում պետք է երեխեք շախմատ խաղան, ուրեմն երկրորդում չխաղան, 5-րդում չխաղան, բայց 3-4-ում խաղան, հա։ Օթից գլխներին ընկավ, նույնն էլ հիմա ռոբոտաշինությունն է գլխներին ընկնում ինչ որ, այսինքն ընդհանուր առմամբ մի քիչ կրկնում եմ արմատները, բայց ընդհանուրից պետք է գնալ մասնակին, էլի, այսինքն դու պետք է ընդհանուր պատկեր ունենաս, թե երեխեն ինչով է տարբերվում մեծահասակից, երբ է սկսում այդ փոփոխությունները եւ այլն, հետո նոր արդեն որոշես, որ տարիքում ինչ տաս, ոչ թե ասես, ռոբոտաշինությունը թույն բան է, որտեղ խցկենք մանկապարտեզներում լիքը տեղ կա, եկեք այնտեղ մի պահ էլ ծրագրավորողների թեման էր, այսպես շատ արդի է։ Շատ արդի էր, մինչև ծրագրավորումը չդարձավ տենց բավականին ծանր վիճակում, հիմա դուրս է եկել։ Հիմա տենանք, հիմա երեխեքին սկսենք արհեստական բանականություն սովորեցնել, հետո սկսենք որ խփալ, որ տնայինը ԱԲ-ով են անում։ Դե, այստեղ նաև պիտի ծնող ուշադրություն դարձնի, որ երեխան ԱԲ-ով չանի։ Երբ հասցնի։ Հոգնած գալիս է մտնում Instagram արդեն։ Այստեղ շատ կարևոր է նաև այդ հանգամանքը եւ առհասարակ մենք եկանք մի ընդհանուր եզրահանգման, որ մեդիա գրագիտությունն է ամենակարևորը եւ սկսում ենք դա ծնողներից գրագիտությունը, հետո մեդիա գրագիտությունը, այո։ Եվ ամեն ինչ իր ժամանակն ունի, իր չափն ունի, այս տարբերակով եւս շատ կարևոր է, երբ չարաշահում ենք թե մեծերը, թե փոքրերը, հետևանքը մեղմ ասած այդքան էլ ուրախալի չէ։ Ավելին հետևանքները մենք ամբողջությամբ չենք էլ տեսնում, որովհետեւ կան երկրաժամկետ հետևանքներ, որոնք չկան էլ չեն
Չենք մտել այդ փուլը։ Այսինքն կգա մի ժամանակ ոչ թե հոգեբանները կասեն, որ այ մանկական տրավմաների հետևանք է, այլ կասեն Փոքր ժամանակ փոքր ԱԲ-ից ժամանակ շատ օգտվելու, շատ օգտվելու հետևանք։ Այս պարագայում շատ կարևոր է իսկապես չափը իմանալը։ Սա թող լինի հաստատ յուրաքանչյուրիս ինձ եւ մյուս ծնողներին, ինչու ոչ նաեւ երիտասարդներին, ովքեր հիմա լսում էին այս ծրագիրը, եւ փորձենք ավելի խնամքով մոտենալ ինքներս մեզ, մեր սպառած ինֆորմացիային, մեր մուտք գործած ցանկացած սոցիալական հարթակ եւ անպայման կարեւոր է հաշվի առնել թե ինչ կոնտենտ ենք մենք սպառում ինչ կոնտենտ սպառենք այդպես էլ կզարգանա եւ մեր միտքը կզարգանա եւ այդպես կսկսենք մտածել կարևորը նաեւ դրա մասին ուղղակի ուշադիր լինել իսկ իմ զրուցակիցներ մեդիա եւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մնացեք Հանրայինի հետ ես Լուսինե Մուրադյանն եմ Քո ձայնը